Որևէ կրակոց կամ մեր կամ իրենց կողմից ես ուզում եմ նաև հավելել հիշեցնել, որ որևէ փաստական դա նույնիսկ չի ներկայացվում, որովհետև գիտեն, որ եւ մեր կողմից եւ իրենց կողմից հաճախ երևի ամբողջ բանով գծով տեսախցիկներ են տեղադրված եւ մենք նաև տեսել ենք, որ օրինակ ժամանակին այդ տեղեկատվական պրովոկացիաները նաև դրանով էին զուգորդում, դա ցույց են տալիս, թե ինչա տեղի ունենում։ Ասել եք, որ միտումնավոր ձգձգում։ Եվ երկրորդը, ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար մի քիչ անսպասելի էր արագ համաձայնեցումը խաղաղության պայմանագրի, եւ նրանք նաև խնդիր են տեսնում այդ իրանց անսպասելիությունից դուրս գալու, ինչու ոչ նաև միգուցե իրանց քաղաքական գինը թանկացնելու տարբեր դերակատարների մոտ ցույց տալու համար, որ տեսեք Հայաստանը դեստրուկտիվ է, մենք էլ տենց բան ենք, զոհի դերում ենք, հա, մեզ պետքա դուք ավելի շատ աջակցեք եւ այլն։ Ես կարծում եմ, որ մենք սա տեսնելով եւ այս գործելավոճը տեսնելով, ոչ առաջի անգամ, այնուամենայնիվ մեր անելիքներում որևէ բան չպետքա փոխել։ Կարևորը մեր արձագանքն է նման պրովոկացիաների։ Մեր պաշտպանական գերատեսչությունը, պաշտպանության նախարարությունը միշտ անկախ կլինեն նման հայտարարություններ, չեն լինի նման հայտարարություններ։ Պետք է ուշով հետևի մեր սահմանների վիճակին, անվտանգային վիճակին եւ ցանկացած դեպքում պատրաստ լինի արձագանքելու, բայց մենք մեր կողմից, ինչպես նշել ենք, երբեք որևէ ռազմական գործողություն չենք սկսելու մեր հարևանների հետ, որտեղ մենք ճանաչում ենք բոլոր մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, դա աներկբա փաստ է միջազգային հանրության համար եւ դրա համար են նաեւ միջազգային հանրությունից հնչող տեսակետները ուղղակիորեն մեր տեսակետի հետ դուք ուշադիր լսում եք ինձ չէ ասում, չէիք լսում, ուշադիր կնայեք մի քիչ հետ կտակ ասածը, դուք էլ ուրեմն հարցեր տալուց մի հատ լսեք ինչ եմ պատասխանում, նոր տվեք հարցեր։ Եվ միջազգային հանրությունը ուղղակիորեն ասում է, ինչ որ մենք ենք ասում, որ չկա որևէ խոչընդոտ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու եւ այն պետք է արագ ստորագրվի եւ ես կարծում եմ, որ մեր բոլոր գերատեսչությունները իրենց տեղում իրենց աշխատանքը իրականացնում են, մենք էլ մեր գործերով ենք զբաղվում։ Էսկալացիայի իրական հնարավորություն չեք տեսնում, ես ամենաճիշտ մարդը չեմ նման գնահատականներ տալու, ես կարծում եմ ամենաճիշտ գերատեսչությունը դա պաշտպանության նախարարությունն է, որը պարբերաբար հանդես է գալի հայտարարություններով, իմ կարծիքով սա տեղեկատվական սադրանք է, արդեն նշեցի ինչ նպատակներով։ Շնորհակալություն, ասում եք, որ ռազմական գործողությունների մեջ չի մտնել, դա որ արագ է։